Երկրորդ հայտ է ներկայացրել Տիկին Փոստանջյանը, համեցեք պարոն Ֆարմանյան։ Շնորհակալություն, կարծում եմ կամա թե ակամա խնդիրը բերել հանգեցնել Օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի հանդեպ գործված ցեղասպան քաղաքականության կամ ցեղասպանության ճանաչմանը, դա նեղացնում է հայտարարության այն նախագիծը, որ մենք քիչ այդ քննարկենք, սա մեկ։ Երկրորդ, ես ցավով պետք է արձանագրեմ, ամբողջությամբ համաձայն լինելով պարոն Հակոբյանի արտահայտած մտքի հետ, որ բնականաբար մենք մի մարմին ենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ մենք որպես ժողովուրդ շատ բարձր ենք գնահատում մեր քույրերի ու եղբայրների մեզ սատար լինելը պատմության մեզ համար ընդհանրական բոլոր բարդ իրավիճակներում, բայց այդուհանդերձ ցավով պետք է արձանագրել պարոն Հակոբյան, որ ձեր գործընկեր Տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված նախագիծը կաղում է եւ մասնագիտական եւ քաղաքական ձևակերպումների առումով եւ հանձնաժողովի քննարկման ժամանակ պարոն Տիկին Փոստանջյանին առաջարկվել է տալ համաձայնություն իր հեղինակած նախագիծը մասնագիտորեն վերախմբագրելու եւ հապա ներկայացնելու ցավոք սրտի նման համաձայնություն մենք որքան էլ փորձեցինք չկարողացանք ձեռք բերել ոչ ոք մասնագիտորեն չի կարող վիճարկել, որ Օսմանյան Թուրքիայում էթնիկ եւ կրոնական տարբեր փոքրամասնությունների հանդեպ, այդ թվում նաեւ եզդի ժողովրդի հանդեպ տեղ է գտել ցեղասպան քաղաքականության դրսևորումներ, խնդիրը այստեղ վերաբերում է բացարձակապես այլ հանգամանքի, ես մեծ սիրով հանդիպել եմ նաեւ ազգային ժողովի մուտքի մոտ կանգնած մեր քույրերին ու եղբայրներին ներկայացնելով մեր մոտեցումը եւ կարող եմ ասել, որ նրանց կողմից կա ընկալում այն փաստարկների վերաբերյալ, որոնք մեզ ներկայացնում են։ Խնդիրը մասնագիտորեն փաստաթղթավորելու, աղբյուրագիտորեն գերճշգրիտ աշխատանք կատարելու եւ այնուհետեւ առանձին հնարավոր հայտարարության նախագծով հանդես գալու մասին կարող է լինել, որովհետեւ մենք քիչ քննարկենք տարբեր հանգամանքներ կան, նաեւ ցեղասպանագիտության տեսանկյունից մենք մասնագիտորեն կխոսենք։ Շնորհակալություն պարոն Ֆարմանյան, Զարուհի Փոստանջյան։ Ակնհայտ է, որ ազգային ժողովը խուսափում է ճանաչել եզդի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը, բայց դա ժամանակավոր է, որովհետև այս նույն խորհրդարանը, երբ ներկայացրել է օրինագիծը հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրությունում մի փոքր առաջընթաց է ապրել, փաստորեն այսօր ուզում է ճանաչել հույների եւ ասորիների, հավանաբար մի օր է կգա այս խորհրդարանը չի լինի կգործի նորմալ խորհրդարան եւ պատշաճ ձևով կանդրադառնա տեղի ունեցած հանցագործություններին։ Իսկ հիմա ես կարող եմ պետք է անդրադառնամ Սերժ Սարգսյանի նկատմամբ այս պահին դրված շրջանառության մեջ նախագծին, որը վերաբերվում է նրա պաշտոնանկությանը եւ հորդորում եմ ձեզ, որպեսզի դուք ընդունեք այդ պաշտոնանկության որոշման նախագիծը, կողմ քվեարկեք, ուշ թե շուտ միևնույն է, այդ պաշտոնանկությունը տեղի է ունենալու, ցանկալի է, որ պաշտոնանկությունը տեղի ունենա ոչ թե ցավոտ իրադարձությունների հետևանքով, այլ նորմալ քաղաքակիրթ իրավական ընթացակարգով, որը նախաձեռնել է պարոն Փաշինյանը։ Իրավական ընթացակարգը բավականին արդյունավետ է, որովհետև իրավական ընթացակարգի հետևանքները նաև կանխատեսելի են լինելու ձեր համար։ Իսկ այլ ընթացակարգերով այլևս ձեր համար ամեն ինչ լինելու է անկանխատեսելի։ Պետք է ասեմ, որ տարբեր քրեակատարողական հիմնարկներից ինձ լուր տվեցին եւ ասեցին Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլ Արփիկում, Կոշում, անջատել։ Ամեն ինչ ունի չափ ու սահման, հարգելի գործընկերներ։ Ուրեմն ես իմ գործընկերներին խնդրում եմ, ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, ճիշտ եք անում, բայց բոլորին խնդրում եմ կոռեկտության մեջ եւ չափ ու սահման ամեն ինչ ունի, էլի պարլամենտը պետք չի կրկես վերացել։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում եմ դահլիճ։ Քվեարկությունը լինելու մի քիչ հետո բոլորիդ հրավիրում եմ դահլիճ։ Ձայնը տրվում է ազգային ժողովի նախագահ